Եվ այսպես Թուրքիան Հայաստանին ոչինչ չի տալու, ոչինչ չի էլ պատրաստվել տալ։ Հարգելի հեռուստադիտողներ, անցյալ շաբաթ մենք մի հետաքրքիր իրադարձության ականատես եղանք, այսինքն երկու իրադարձություն, որոնք ապացուցում են մի պարզ ճշմարտություն ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցային գործընթացները շահկապված են, պայմանավորված են մեկը մյուսով։ Հիշում եք մի քանի տարի առաջ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունները մի քանի օր շարունակ բանակցություններ էին վարում, այդ բանակցություններին մասնակցում էր Ռուբեն Ռուբինյանը, այդ ժամանակ արդեն պետք էր պարզ լիներ քաղաքացիների համար, որ այս գործընթացները շահկապված են, բայց այնինչ անցյալ շաբաթ տեղի ունեցավ, հերթական անգամ գալիս է դա ապացուցելու։ Տեսեք, Մահեր Գրիգորյանը մեկնում է Ադրբեջան, Գաբալայում հանդիպում է Շահին Մուստաֆայևի հետ։ Նույն օրը Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը, որում կային թե արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, թե այլ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ, Թուրքիայում էր, հանդիպում էին իրենց գործընկերների հետ եւ քննարկում էին Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման գործընթացը։ Տեսեք, նույնիսկ սիմվոլիզմի առումով մենք հասել ենք մի կետի, երբ որ այս երկու իրադարձությունները, բանակցություններ հայ-թուրքական բանակցային ֆորմատում, բանակցություններ հայ-ադրբեջանական բանակցային ֆորմատում, իրենք նույն օրն են տեղի ունենում։ Ընդհանրապես սա նաև առիթ է մեզ համար վերլուծելու այս բանակցային գործընթացի տրամաբանությունը, Թուրքիայի մոտեցումները բանակցային գործընթացին եւ թե ինչ է մեզ սպասում, եթե իրադարձությունները այս համատեքստում շարունակեն զարգանալ։ Եթե մենք վեր ենք լուծում Թուրքիայից եկող ազդակները, պաշտոնյաների հայտարարությունները, մենք կարող ենք նկատել հետեւյալ մի տրամաբանություն։ Թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս ընդգծել են, որ իրենց համար կարևոր է Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիան, որպեսզի իրենք կարողանան կապ ունենալ կենտրոնական Ասիա երկրների հետ։ Գրեթե ամեն շաբաթ այս ամենի մասին հայտարարություն է անում Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, ով ասում է նաև հետևյալ, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը իրենց համար այլընտրանք է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավելին։ Ուրալօղլուն ինչ է ասում, եթե հիմա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարեկան մինչև 1 միլիոն տոննա բեռ կարող է անցնել, եթե գործի Հայաստանի տարածքով կոմունիկացիա, որը իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք, դա հնարավորություն կտա թուրքերին Հայաստանի տարածքով մինչև 25 միլիոն տոննա բեռ տաներ բերել։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Թուրքիան ինքն է հետաքրքրված Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիայով, այն կոմունիկացիայով, որի մուտքը փակվել էր հենց Թուրքիայի պահվածքի պատճառով։ Հիշեցնենք, որ 90-ականներին հենց թուրքերն էին փակել Հայաստանի Հանրապետության հետ սահմանը, այլ ոչ թե Հայաստանն էր ինչ որ նախապայմաններ դրել եւ փակել սահմանը։ Տեսեք, տրամաբանությունը հուշում է, որ այլ հավասար պայմաններում թե միջև Արցախի անկումը, թե Արցախի անկումից նույնիսկ հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաշվի առնելով Թուրքիայի հետաքրքրվածությունը այս կոմունիկացիայի վերաբերյալ կարող են բանակցային գործընթաց սկսել, բայց հետեւյալ տրամաբանությամբ, այսինքն դու կարող ես Թուրքիային հավասար պայմաններով, այն նույն պայմաններով, որով մեր կոմունիկացիանից օգտվում են օրինակ իրանցի վարորդները, տրամադրել կոմունիկացիա Հայաստանի Հանրապետության տարածքով։ Դրա դիմաց դու Թուրքիայի հետ բանակցությունների բանակցելու տեղ ունեիր, այսինքն Թուրքիայից կարող էիր պահանջել, որ իրենք ճանաչեին քո ինքնիշխանությունը, քո պետականությունը, հրաժարվեին ուժի սպառնալիքի ներքո քո այդ բանակցություններ վարելուց եւ որ ամենակարևորը հայ-թուրքական գործընթացը պետք է տարանջատված լիներ հայ-ադրբեջանական գործընթացով, բայց ոչ միայն մենք այս ամենի ականատեսը չենք, մենք տեսանք, որ նաև թուրքերը այլ ճանապարհ ընտրեցին հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում եւ որ Նիկոլ Փաշինյանը բերվեց իշխանության, ով փաստացի իր գործողություններով վերջին տարիներին ավելի շատ նման է թուրանական պրոյեկտի մենեջերի Հայաստանի Հանրապետության տարածքով, քան Հայաստանի Հանրապետության ղեկավարի։ Տեսեք, ինչ արեցին թուրքերը։ Իրենք բոլոր հնարավոր ագրեսիվ գործողությունների համատեքստում աջակցեցին Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ժամանակ ուղիղ մասնակցություն իրենք ունեցան պատերազմին եւ Ադրբեջանում այսպես կոչված հաղթանակի շքերթի ժամանակ Ռեջեփ Տայիպ Էրդողանը, երբ որ կանգնում է Իլհամ Ալիևի կողքին եւ մի կողմից նա ասում է, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվում է, երբ որ նա տեսնում է հաղթանակի շքերթը, մյուս կողմից շատ բաց տարբեր հայտարարություններով ասում է, որ ադրբեջանցի եղբայրների հետ իրենք միասին են մտել Արցախ։
միասին են մտել Ղարաբաղ։ Սա 20 թվականին, 23 թվականին էթնիկ զտումից առաջ, էթնիկ զտումից հետո իրենք աջակցեցին Ադրբեջանին եւ հիմա էլ մենք տեսնում ենք, որ Թուրքիան մեկ քայլ անգամ ետ չի պատրաստվում անել եւ շարունակվում է հայ-ադրբեջանական գործընթացը պայմանավորված, հայ-թուրքական գործընթացը պայմանավորված լինել հայ-ադրբեջանական գործընթացով, իրար հետ շահկապված են այդ գործընթացները, բայց եթե մենք փորձում ենք վերլուծել, վերծանել Ադրբեջանից եկող պահանջները, մենք հասկանում ենք հետևյալը, որ իրենք ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում են ուզում, կոմունիկացիաների ապաշրջափակում են ուզում, այլ լիակատար կապիտուլյացիա, որովհետև տեսեք, իրենք պահանջում են այսպես կոչված անկլավները, իրենք պահանջում են մեծամոլի ատոմակայանի փակումը, նույն Հիկմետ Հաջիևը, որ ում խոսքերը վերջերս փոխանցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, խոսել են նույնիսկ նրա մասին, որ մեր համար պետք է սահմանափակ լինի բանակի արդիականացման հնարավորությունները եւ մի շարք այլ պահանջներ Ադրբեջանը ունի, քանիցս այս ամեն ինչի մասին խոսել ենք։ Եթե այս բոլոր պայմանները կյանքի կոչվեն, պահանջները կյանքի կոչվեն, մենք հասնելու ենք լիակատար եւ ամբողջական կապիտուլյացիայի, այսինքն Թուրքիան էլ այս պարագայում եթե ետ քայլ չի անում, ինքը աջակցում է նրան, որ Հայաստանը լիակատար կապիտուլյացիայի ենթարկվի եւ նույնիսկ այն հանգամանքը, որ նույն օրը Հայաստանի պատվիրակները հանդիպում են թե Թուրքիայի պատվիրակության հետ, թե Ադրբեջանի պատվիրակության հետ, այս ամեն ինչի վկայությունն է։ Ընդգծենք նաեւ հետեւյալը, տեսեք, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, եթե թուրանական պրոյեկտի մենեջեր չլինեն, ինքը պետք է ի թիվս այլնի զբաղված լինել հետևյալով հետպատերազմական գործընթացի մենեջմենտով զբաղվեր, հետպատերազմական վերականգնողական փուլ մտներ։ Իսկ այստեղ ամենակարևորն այն է, որ դու կարողանաս աշխարհաքաղաքական բալանսը վերականգնես, ինչի շնորհիվ հետագայում պետք է վերականգնես նաև ռազմաքաղաքական բալանսը։ Ոնց կարելի է վերականգնել աշխարհաքաղաքական բալանսը։ Ներգրավել տարածաշրջան այնպիսի խաղացողների, որոնց շահերը եւս կարող է եւ պետք է պաշտպանված լինեն մեր տարածաշրջանում։ Իհարկե Չինաստանը, իհարկե Ռուսաստանը, իհարկե Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այլ ճանապարհ են ընտրել։ Ուղղակի այս ճանապարհի ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ եթե դու շարունակում ես Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները կյանքի կոչել, իրենց պահանջները շարունակում են ավելանալ, վերջում էլ իրենք ուզում են հասնել Հայաստանում այն նույն մոդելի խաղաղության, որին հասել են Արցախում, այսինքն խաղաղություն առանց հայերի, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մտածեք այդ մասին։